Ինչպես եք վերաբերվում ոստիկանության գործողություններին, երբ իրենց բառերով ասած ուժեղացված ծառայություն են իրականացնում, այսպես կոչված ռեյդեր, մեքենաներն են բացում, ստուգում ինչ-որ բան ման գալիս։ Բարեք ես չպազանում, նորմալ եմ վերաբերվում։ Դե բնականաբար վատ եմ վերաբերվում, որտով դա քաղաքականության հետ է կապված այդ գործողությունները իրականում ոչ մի կարիք չկա նման գործողություններ անելու այսօր։ Ընդհանրապես ժողովրդին վախ են ներշնչում դրանով։ Ու դա առաջի դեպքը չի, որ բոլոր մեր ղեկավարները նույն բանն են արել, մենք տեսել ենք դա, ընդհանրապես նույն դպրոցը անցած մարդիկ են։ Նորմալ եմ վերաբերվում։ Հա, իրանց աշխատանքին եմ։ Ինձ համար սխալ է այդ ամեն ինչը, դե բոլոր վարորդներն էլ ինձ թվում է կանոններով են համարյա էլի աշխատում, դենց որ մի քիչ չափից ավել էլ պետքա չլինի։ Չափից ավելի շատ է ուժեղացված։ Հա, ես համարում եմ, որ շատ ոստիկաններ են հիմա, արդեն տենց գումարներ են վաստակում երևի, ես չգիտեմ։ Անօրինական ամեն ինչն անօրինական է մեր Հայաստանում։ Ոստիկանապետությունն է մեր մոտ։ Ոնց ուզում անում են։ Ես չեմ ընդունում, որտեղ ոչ մի ձևի օրենք չկա։ Ոչ մի ձև։ Առանց օպերատիվ տվյալների է շատ հաճախ, օրինակ, եթե ձեզ պատահել է։ Ինձ երկու անգամ է պատահել, ես ավտոբուս եմ քշում։ Բայց չեմ վիճվել հետները, ասենք այդ առիթը չի եղել։ Բայց ընդհանուր իրանք վարորդներին շատ են նեղում։ Ինչ են ման գալիս, օրինակ, ինչ են ասում։ Գումար գանձեն մենակ, ուրիշ ոչ մի բան։ Մարդկանց լավ տուգանքի մատերիալ են վարորդները։ Շատ նորմալ, որովհետև անկանոն բաներ շատ է լինում, շատ նորմալ։ Գտնում են, որ ճիշտ են անում ոստիկանությունը։ Ես չեմ տեսել հենց նենց անկապ կանգնացնեն ու ուրեմն պետք է լինում, որ անում են։ Այո, ճիշտ է։ Կարգ ու կանոն պետք է մտցնել, պետք է մի քիչ էլ ուժեղացված ավելի, ես կողմ եմ։ Ոստիկանության աշխատողը իր լիազորությունների շրջանակում պետք է կատարի իրավաչափ գործողություններ։ Դա քաշել, գետնին գցել, դա կարծում եմ իրավաչափ գործողություններ չէ։ Բայց ոստիկանությունը օպերատիվ տվյալներին տիրապետում է եւ մյուս ուժային կառույցները։ Եվ ոչ ոք չի կարող ասել այդ օպերատիվ տվյալները եւ չի կարող տիրապետել։ Միայն այդ ուժային կառույցներն են տիրապետում։ Երբ որ պետք է մեզ համար աշխատել, ես չեմ տեսնում, որ ոստիկանությունը մեր հանդեպ ինչ-որ լուրջ գործողություն անի։ Ես երկու անգամ դիմել եմ ոստիկանություն ու չեմ տեսել համապատասխան ոչ գործունեություն, ոչ էլ քայլեր։ Իրանք եթե իրանց գործ անում են, թող անեն, բայց ժողովրդի կողմից սեփական ախրանը ոմանց։ Եթե օրենքով ամեն ինչ նորմալ է, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ասում են զենք զինամթերք են, կասկածանքով են մեքենաները կապում։ Ով է հիմա զենք պահում մեքենայի մեջ։ Խելացի մարդը զենքը մեքենայի մեջ չի պահի։ Դրանք լոկ փող աշխատելու միջոց է, տուգանքի միջոց։ Ուրիշ ոչ մի բան։ Հեշտ կարելի է մասնագետի համար ոստիկանության առանց նման ռեյդեր անելու գտնել ով ունի ապօրինի զենք, առանց աղմուկի վերացնել, ոնց որ պետք է լինի քաղաքակիրթ երկրում։ Բայց այս ամեն ինչ արվում է այլ նպատակով։ Իսկ երկու օր առաջ տեսանյութ տարածվեց, եթե տեսել եք, որ մի երիտասարդի 4 ոստիկանով մեքենայից դուրս են անում գցում գետնին, հետո իրեն նաև կալանավորել էին։ Իմ ասածն է, էլի նոր որ ասում է, այդ վախի մթնոլորտը ստեղծելու հարցն է։ Ճիշտն ասած, մեր հասարակության մեջ նկատում եմ անտարբերություն, նաև ինչ որտեղ մեծ մասը մարդկանց մտածելու ցանկություն էլ չունեն։ Լավ բան չեմ ասեմ, որտեվ դա տհաճ երևույթ է հայի հանդեպ։ Ոստիկանությունից նշում են, որ երիտասարդը հայհոյել է, դրա համար էլ նման կերպ են վարվել։ Որ չի անհնարին է, դե իրանք կեղծում են ամեն ինչը, որ մաքուր դուրս գան։ Նույնիսկ եթե հայհոյել է, ձեր համար ոստիկանության քայլերը օրինաչափ են։ Գիտեք ոնց հայելու դեպքում ինչ ձևի տղամարդ լինի պետքա պատասխանի, չէ։ Նրանք էլ միլիցիա աշխատող են, բայց դե ամեն դեպքում մարդ են, չէ, տղա են, պետքա իրանց իրավունքները պաշտպանեն։ Ոստիկանին հայոյել է վերջին խոսքերով։ Գիտեք հստակ։ Այո, ես հստակ գիտեմ եւ վստահաբար ձեզ ասում եմ, հայոյել է ոստիկանին եւ նաեւ չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին։ Ազդանշաններ, որը արգելված է վարչական իրավախախտումների մասին օրենքով։ Ոստիկանության գործողությունները շատ իրավաչափ է եղել եւ շատ օրինական, որովհետեւ ոստիկանին չի կարելի հայոյել եւ առհասարակ ոչ մեկը ոչ մեկին իրավունք չունի հայոյել։ Ուրեմն պետք է, բա ինչի ինձ չեն կանգնացնում, այն բարեկամներին, իմ հարազատներին ինչի չեն կանգնացնում, որտեղ կանոնավոր են։
պետք էր ճիշտ են արել։ Կանոնավորներին են կա։ Այո։ Հա, եթե հայոյելա արդեն դա կա ուրեմն։ Ամեն դեպքում օրինաչափ է։ Օրինաչափ է, հա։ Չպետք է աներ տենց բան։ Բայց այդ ձևով գետին գցել 4 ոստիկանով։ Այդ հանցագործությունն է։ Իրանք չունեն մարդուն դնեն ու քացերով խփեն։ Այդ իմ համար սարսափելի բան է։ Եվ 2024 թվականի սոցհարցումների արդյունքում ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը 72% է։ Կիսում եք այս կարծիքը։ Ոչ։ Վստահությունների մի 5% ոչ ավել։ Ես չեմ ավել։ Ավելի բարձր է։ Նախկինում ավելի լավ լուբոյ հարցում հետները խոսալ լնում էր, բայց հիմա ոչ մի ձև հնարավոր չի իրենց հետ հարցուցել։ Ոչ մի ձև։ Դա հեղափոխությունից Մեղավոր հետո հելնես, չելնես, քեզ տուգանել։ Всё։ Ես տեսնում եմ հակառակը, որ Նիկոլ Փաշինյանի ընդհանրապես կառավարության հիմա վստահությունը իջել է կեսից ներքև։ 70 ոստիկանությանն էլ բնականաբար ոնց որ միշտ եղել է վատ, տենց հիմա ավելի վատ է երևի։ Իմ համար ոստիկաններ չլինեին, ավելի հանգիստ սաղ կապրեին։ Այդքան պետք չի, որ շատացրել են, էլի։ Ու աշխատավարձներն ամենաբարձրն են տալիս ծեծելու համար։ Ես չգիտեմ։